Խորհրդարանում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այս արտահայտությունը սպառնալիք չէ, պատգամավորն էլ որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ Այսպես է որոշել Երևանի դատախազը։ 2 ամիս առաջ Հովհաննիսյանը ոչ միայն սեռական հայհոյանքով ու այս արտահայտությամբ դիմել էր ընդդիմադիր պատգամավոր Արման Սարգսյանին, այլև ջրի շիշ էր շպրտել նրա ուղղությամբ։ Ինչպես են իրավապահները եկել նման եզրահանգման, գլխավոր դատախազությունն ազատության հարցմանի պատասխան չի մանրամասնում։ Ընդ որում սա ԿՊԱ-կան պատգամավորի կողմից ընդդիմադիրներին ուղղված առաջին նման արտահայտությունը չէ։ 2 տարի առաջ կրկին խորհրդարանում ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին էր սպառնացել, լեզուն ու ականջը կտրել, ընդունել, որ սպառնում է, բայց դատախազությունը սա էլ սպառնալիք չէր որակել։ 72-ամյա Ռաֆայել Սարգսյանին մինչդեռ այս խոսքերի համար հասցրել են դատարան, նստեցրել մեղադրյալի աթոռին։ Ժամանակներ, որ մենք ենք ապրում, ես ճարեմ մանգալը Նիկոլին բռնեմ վիզը փոկեմ։ 2 ամիս առաջ ծերունին հարցազրույց էր տվել, դժգոհել ու քննադատել վարչապետ Փաշինյանին։ Հիմա մեղադրվում է սպանության սպառնալիքի համար։ Գործն արդեն դատարանում է, մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարգսյանին սպառնում է կամ տուգանք, կամ ազատության սահմանափակում առավելագույնը 2 տարով, կամ էլ 2 ամսով ազատազրկում։ Այս դեպքում իհարկե մենք ունենք ընդդիմադիրների նկատմամբ խտրական վերաբերմունք օրենքի կիրառելիության տեսանկյունից։ Նույն կերպ պատասխանատվության չի ենթարկվի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը Տարոն Չախոյանը Facebook-յան էջում պատասխանելով դաշնակցական գործընկերների քննադատությանը գրել էր. Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել, մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կախկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 ամիս քննելու եզրակացրել է իշխանական գործիչը որևէ օրենք չի խախտել։ Ավելին դրան գրել է ի պատասխան իր հասցեին արված քննադատության ոչ թե պաշտոնական, այլ անձնական էջում, չի գրել խիստ անպատշաճ, գռեհիկ անձնական վիրավորանք։ Նրա խոսքերն ուղղված են եղել քաղաքական գործիչներին, որոնք պետք է հանդուրժող լինեն քննադատության, անգամ վիրավորական խոսքի նկատմամբ։ Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի խոստումները ատելության խոսքին վերջ տալու ու հանդուրժողականության մասին։ Այդ ատելության բառապաշարը ցավոք սրտի եկել է հենց իշխանական մակարդակից եւ խրախուսվում է հենց այդ մակարդակով։